Շուտ լավացար արև։ Ցավում է հետո արագ անցնում է։ Դրա համար էլ ասում եմ պիտի պապայիդ ասենք։ Այսօր կասենք, բայց պայմանավորվել ենք, որ դու ես գալու իմ հետ հիվանդանոց։ Ես ու պապան միշտ միասին ենք իրար հետ տեղեր գնացել։ Մեկ-մեկ էլ մագնան է մեր հետ գալիս։ Բայց բոլորին իրանց մամաներն են չէ տանում։ Երեխեքի մամաներն են տանում բժշկի։ Չէ։ Պապաներն էլ են տանում, մեկ-մեկ էլ տատիները։ Հա որ։ Իհարկե։ Բայց դու մեր հետ կգաս, չէ՞։ Ինքը ինձ կների, եթե ես հիմա ասեմ այն ինչ գիտեմ, ու ես ուզում եի ասեի, որովհետև պիտի իմանա, որովհետև բացի նրանից, որ ինձ նորից կսկսի հավատալ, կարևոր է նաև, որ դու սխալ չես անի, բայց ես լռեցի, քո համար էլի լռեցի, ու ստացվում է, որ քո համար էլի նորեն խաբեցի էլիս, հասկանում ես չէ, որ այդ ամեն ինչը քո պատճառով է, մի բան արա էլիս, դու ես ասում, որ սկսել այդ Մագդայով հետաքրքրվել, ես չեմ ուզում, որ այդ խորանա, ու դու էլ չես ուզում, ուրեմն մի բան արա, դու ես սկսել, դու էլ վերջը դիր, միշտ ես եմ օգնել, որ դուրս գաս տարբեր իրավիճակներից, այս անգամ էլ դու ինձ օգնի էլիս։ Հասմիկ, ասացի, որ ընդամենը 10 օր է մնացել, արդեն 9, համբերի էլի մի քիչ։ Ոնց էլ պատմեմ, չես պատկերացնի, ես որտեղ էի ու հիմա իմ հետ ինչա կատարվում։ Ինչ ես դու այդ աղջկա կյանքով ապրում։ Չէ, ես այդ աղջկա կյանքով չեմ ապրում։ Իմ համար կարևոր է, որ ինքը ամբողջ օրը քո հետ եղած չլինի։ Հիմա ում հետ է եղել ու ինչ է արել, իմ գործը չի։ Չէ, իմ հետ չի եղել։ Սիրտս հանգստացավ։ Ինչի։ Գիտես ինչի։ Այսօր Մագդան ընկերուհու հետ էր խոսում հեռախոսով։ Ու գիտես ինչ էր ասում։ Ասում էր, որ սիրահարվել է։ Ասում էր, որ կյանքում սենց բան չի զգացել։ Բայց եթե դու չես եղել իր հետ, դա նշանակում է, որ ուրիշ տղայի մասին էր խոսում։ Իսկ իմ սիրտը բնականաբար արդեն ավելի հանգիստ է։ Ինձ ասա ճուտս ոնց է։ Լավ է։ Ինչի։ Ինչ ես խաբում։ Այսինքն։ Այսինքն գիշերը նորից չի վատացել երեխեն։ Նոր դե ջերմություն ունեցավ, տեղ եմ տվել քնել անհանգստանալու բան չկա։ Տատիկը լրիվ ուրիշ բան է ասում։ Ինչ է ասում տատիկը։ Ասում է, որ ճուտը սկսել է հաճախակի վատանալ։ Ու այդ ամեն ինչը ոչ կապ ունի հոգնածության հետ, ոչ էլ ուտելու։ Նորը դե տատի ինչ գիտես։ Խառնվել է իրար ուղակի։ Անընդհատ վատ բաներ է մտածում։ Չգիտեմ էլիս, ինձ ես ամեն ինչը դուր չի գալիս։ Ես սկսում եմ անհանգստանալ, պետք է անպայման տանենք հիվանդանոց ու ստուգումներ անցնի երեխան։ Հա, ես կտանեմ։ Ես կտանեմ, կստուգեն հանգիստեղի ամեն ինչ նորմալ կլինի։ Չէ,
Իրար հետ ենք գնալու, իրար հետ ենք տանելու այդ չի քննարկում։ Լս ինչ որ տարօրինակ բան ա եղել։ Հաս չես հավատա, ես էլ եմ նույն վիճակում։ Բայց դու ասա ինչ ա եղել, հետո ես իմ կասեմ։ Ինչ որ մեկը նամակ ա գրել ու երեկոյան 7-ին Կանչել են սրճարան, հա ոնց իմացար։ որովհետև ինձ էլ ա եկել այդ նամակից։ Ես էլ քեզ դրա համար էի զանգել։ Տեսնես ով ա։ Ինչ ա ուզում մեզնից։ Չգիտեմ։ Պետքա գնանք հասկանանք։ Գժվել ես Էլիս։ Ինչ իմանանք ով ա, որ մի հատ էլ գնանք։ Լավ էլի հաս ինչ վախկոտն ես։ Սրճարան ա կանչել, վտանգավոր տեղ չի, ինչ պետք է անի։ Ես կմեռնեմ հետաքրքրությունից, եթե չգնանք։ Երևի մեր կուրսից է, որ երկուսիս էլ գիտի։ Դե երևի։ Երևի չէ հաստատ հաս։ Անպայման պետքա գնանք։ Ժամը 5-ին այնտեղ կլինենք։ Էլիս, բայց խնդրում եմ նորոն չիմանա, հա։ Տեսակ չեմ ուզում, որ իմանա։ Չի իմանա հանգիստեղի։ Դու գնա պատրաստվի, որովհետև հազիվ էլ հասցնենք։ Էլիս, բայց դու ոնց ես գալու աշխատանքի, չես։ Դե աշխատանքի եմ, բայց Մագդան հեսա տուն ա գալու։ Կխնդրեմ շուտ դուրս կգամ։ Էլիս, բայց մի տեսակ վախենում եմ։ Վայ, հասո արի։ Փաստորեն սենց, հա։ Ես էլ ասում եմ, ինչ նամակ ա։ Տունտունիկ ենք խաղում, էլի, հա։ Այսինքն նորը։ Այսինքն այն էլիս, որ ես քեզ տանը բան ասեցի։ Բայց ոնց հասկանում եմ, չես հասկացել այդքան բանը։ Գիտեիք, որ ինձ զանգեիք ասեիք, հաստատ չէի գալու, որոշեցիք անծանոթ համարից նամակ գրեք։ Հաս, մենք այն օրը խոսեցինք։ Ես քեզ ամեն ինչ բացատրեցի։ Էլ ինչ ասեմ, էլ ոնց անեմ, որ հասկանաս։ Լավ, վերջ երբ եք դուք մեծանալու։ Երբ եք հասկանալու, որ չի կարելի սենց բաներ անել։ Լավա վերջում չեք գրել քեզ ծանոթ անծանոթից։